Այսօր խոսելու ենք 20-րդ դարում բավական տարածված մի ընկալման մասին, որը իր արտահայտումն է գտել սկսած դպրոցական մակարդակից դասագրքային եւ ընդհուպ մինչեւ բուհական դասագրքային համակարգներ, ընդհուպ մինչեւ պատմագիտական, հասարակագիտական աշխատանքներ, ուսումնասիրություններ եւ դրա արտահայտումները առկա են նաեւ այսօր։ Խոսքը բոլորիս ծանոթ մի երևույթի եւ ընկալման մասին է, առայն որ հայերը 600 տարի կամ հայերը 6 դար զուրկ են եղել պետությունից եւ պետականությունից։ Եվ այս ընկալումը փաստացի օրինակները կարող եք տեսնել, չգիտես ինչու, բավական մեծ շրջանառում է գտնում հատկապես 20-րդ դարի երկրորդ կեսի ընթացքում եւ պահպանվում է այս միտումը ընկալումների ողջ դարի ընթացքում հասնում մինչև մեր օրեր ու հարցեր է առաջացնում, որքանով է սա համապատասխանում իրականությանը, որքանով է իրական այն պնդումը, որ հայերը զուրկ էին պետականությունից, որ հայերը չունեին պետություն, խոսքը գնում է Կիլիկիայի թագավորության անկումից հետո հայերի պետություն չունենալու, պետականություն չունենալու ընկալման կամ խոսույթի ձևավորման մասին։ Եվ ցավալի է, որ այս խոսույթը մեր օրերում եւս բավական մեծ տարածում եւ ընկալում ունի, բայց հարցադրումներ են անհրաժեշտ անել, թե ինչու է այս ընկալումը ընդհանրապես առաջացել, ում էր ձեռնտու այս ընկալման առաջացումը եւ որքանով է սա համապատասխանում իրականությանը, որքանով է սա ճշմարտությանը համապատասխանում։ Արդյոք իրապես հայերը, հայ ժողովուրդը զուրկ էին պետականությունից, արդյոք զուրկ էին պետությունից, արդյոք պետություն եւ պետականություն ասվածը անհրաժեշտ է հասկանալ այնպես, ինչպես դա հասկանում էր 19-րդ դարի պատմագրությունը եւ դրա ընկալումները, կարծում եմ, որ բնավ ոչ։ Այս միֆը բազմամակարդակ միֆ է եւ դրան հարող մի քանի կետեր է իրենից ենթադրում, առայն որ Կիլիկիայի հայոց թագավորության անկումից հետո հայ ժողովուրդը ոչ միայն զրկվեց պետականությունից, այլ մի քանի կետերով նշեմ, սկսեց մոնղոլական ու հետմոնղոլական շրջանում Հայաստանը հյուծվել, թուլանալ, մաշվել օտար նվաճողների, պատկերավոր ասված մեզ շատ հանդիպող քոչվորների ձիերի սմբակների տակ սկսեց մաշվել, սկսեց էլիտան, ազնվականությունը նոսրանալ, նվազել, հայ ժողովուրդը սկսեց բռնել գաղթի ճանապարհը տարբեր աղետների պարագաներում եւ Հայաստանի բնակչությունը ամեն մի աղետից հետո գնալով ավելի ու ավելի նվազեց եւ սրան հաջորդող մեկ այլ միֆ է գալիս առաջին մեր քննարկած ընկալմանը լրացնող, որ առայն թե տեսեք 14-րդ դարի վերջին հայ ժողովուրդը զրկվեց պետականությունից եւ պետությունից, ազնվականությունը սկսեց մաշվել ու նոսրանալ, հայ ժողովուրդն այլևս չուներ պետականության ընկալում, դրսևորումներ, չուներ բանակ, բռնել էր գաղթականության ճանապարհը ամեն մի աղետից հետո եւ սրան հաջորդում է ամենավտանգավոր միֆը եւ առայն թե Հայաստանի որոշ հատվածներում սրան որպես արդյունք սկսեց նոսրացած հայ բնակչության փոխարեն տարածաշրջանը մեր հայրենիքը լցվել, լրացվել այլ եկվոր տարրերի հանույթներով։ Սրանք յուրաքանչյուրը իրականության հետ շատ քիչ աղերս ունեցող ճշմարտության որոշակի կորիզի վրա կառուցված եւ ուռճացված միֆեր են, որոնց առանձին անդրադառնալու ենք մեր թեմայի շրջանակներում։ Եվ փորձելու ենք հասկանալ վերջում, թե ում էր ձեռնտու եւ ում կարող է ձեռնտու լինել պետականազուրկ, հյուծված, մաշված ու նվազած հայ ժողովրդի ու Հայաստանի կերպարի ընկալումը եւ ներկայացումը եւ ինչու եւ որքան է սա վտանգավոր մերօրյա ընկալումների շրջանակներում։ Սկսենք նրանից, որ շատ հաճախ հենց այս միֆի տրամաբանությունից ելնելով նվազեցվում եւ աչքաթող է արվում, հնարավոր է հաճախ միտումնավոր պետականության իրական բազմաթիվ արտահայտումներ, որոնք գոյություն են ունեցել Կիլիկիայի թագավորության անկումից հետո։ Փորձենք մի պատկերի անդրադառնալ։ Աղթամարում կաթողիկոսը թագադրում է Արծրունի տոհմի ժառանգին Սմբատ Արծրունում
Սեֆեդինյան տոհմից որպես հայոց թագավոր։ Նույնիսկ հայկական պատմագրական շրջանակներում սրան երբեմն մեծ նշանակություն չեն տալիս։ Հղվելով այն հանգամանքի վրա, որ թագավորությունը չէր տարածվում ամբողջ Հայաստանի վրա, փոքր մի շրջանի վրա էր տարածվում, որ երկարատև չեղավ դրա գոյությունը, եւ հետո ինչ։ Ասել կուզի, որ մենք կարող ենք ճանաչել Հայաստանի տարբեր հատվածների վրա այլադավան ու այլադեմ այլ պետականությունների գոյությունը, օրինակ, Գանձակի Շադադյան ամիրայության գոյությունը մենք կարող ենք ճանաչել, չնայած մի քաղաքի եւ իր շրջակայքի վրա էր տարածվում եւ շատ կարճ կյանք ունեցավ, բայց Սմբատ Արծրունու թագավորության գոյությունը կարող ենք նվազեցնել դերը, աչք փակել եւ մեր ելակետային 1375 թվականին պետության գոյության դադարեցումից 90 տարի անց ծածկել այն հանգամանքը կամ մոռանալ այն հանգամանքի մասին, որ մենք գործ ունենք փաստացի թագավորի պարոնի տիտղոսով ի հայտ եկող, թագավորական տիտղոսով եւ բազմաթիվ հիշատակարաններում վկայված, մանրանկարներով վկայված հայոց թագավորի թագադրման երևույթի, ինվեստիտուրայի երևույթի եւ ընդհանրապես պետականության վերականգնման երևույթի այս փորձի ու իրականության հետ։ Եվ սա միակ դեպքը չէ միջնադարի ընթացքում։ Չգիտես ինչու, մենք բազմաթիվ այլ դրվագներ ունենք եւ զարգացած միջնադարում եւ ուշ միջնադարում, երբ Հայաստանի տարածքում մենք գործ ունենք պետականության բազմաթիվ ու բազմամակարդակ այլ արտահայտումների։ Հարավային Հայաստանում շահարմենների պետության տեսքով, Մակոյում կաթոլիկ հայերի իշխանության իշխանապետության տեսքով, Թահարթենի իշխանության տեսքով, Բայազետում, Սյունիքի եւ Արցախի մելիքությունների տեսքով, բայց նրանք կարծես թե մեզ պետականության արտահայտում չթվան, ինչը բացարձակ արդարացված չէ։ Ինչպես կարելի է հաշտվել այն հանգամանքի հետ, երբ այս միֆերից մեկը, որը ենթադրում է պետականության չգոյությունը, որը ենթադրում է, որ հայ ազնվականությունը մանրացել, նոսրացել, մաշվել ու տարալուծվել էր, եւ հանկարծ 1400 թվականին գերազանցապես օտար աղբյուրները, սա շատ կարևոր եւ հետաքրքիր հանգամանք է, ոչ հայկական աղբյուրները, պարսկական, բյուզանդական, եվրոպական աղբյուրները մեկը մյուսի ետևից վկայում են, թե Սեբաստիա քաղաքը, որը հայահոց քաղաք էր, ուներ 120,000 բնակչություն, խոշոր առևտրատնտեսական ու ստրատեգիական նշանակություն ունեցող քաղաք էր եւ ընկած էր ժամանակի խոշորագույն նվաճողի Լենգ Թեմուրի ճանապարհին, նվաճումների թիրախում եւ եզակի դեպքերից էր, երբ որոշել էր դիմադրություն ցույց տալ Թեմուրի արշավանքներին։ Եվ պատկերացրեք, Սեբաստիայում քաղաքը Լենգ Թեմուրից պաշտպանում է ոչ այլ ոք, քան հայկական զորքը։ Հերիք չէ, որ զորքը հայկական է, զորքը հեծելազոր է։ Առնվազն 4000 տարբեր աղբյուրներ, մի քիչ տարբերվող թվեր են բերում, օրինակ բավարացի ճանապարհորդ, դեսպան եւ նոթագրություններ թողած Շիլբերգերը խոսում է 5000 հայերի մասին, Շարաֆադդին Ալի Յազդի պարսիկ պատմիչը խոսում է 5000-ի մասին, մյուսները խոսում են 4000 հայերի մասին, բայց ինչևէ գործ ունենք 4-ից 5000-անոց հեծյալ հայ բանակի հետ եւ այստեղ հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ հեծելազորը այն էլ նստակյա ժողովրդի համար 4 կամ 5000 թիվը դա բավական մեծ թիվ է։ Հեծելազոր ունենալ ամեն մեկ իրեն թույլ տալ չէր կարող։ Հեծելազորը ենթադրում է ազնվականության գոյություն, այն տեսակի մարդկանց գոյություն, ովքեր կարող են իրենց թույլ տալ ունենալու զենք, զրահ, ձի, կալվածքներ, ստիպված չլինելու զբաղվել գյուղատնտեսական, առօրեական, առևտրարեստագործական գործերով, այլ զբաղված լինեն ռազմական գործով։ Ուրեմն սա ինչի մասին է խոսում։ Սա խոսում է հակառակի մասին, որ այն ժամանակ, երբ մենք վերջակետ ենք դնում հայոց պետականությանը,
դրանից ուղիղ 30 տարի հետո խոսում ենք 5000-անոց հայկական հեծելազորի գոյության մասին, որը հերոսաբար 21 օր դիմադրում է մոտ կես միլիոնանոց բանակ ունեցող Լենգ Թեմուրի պաշարմանը։ Մեկ այլ դրվագի եկեք անդրադառնանք։ Նորից պետականության չգոյության պատկերավոր եւ այսպես ասած փոխաբերական մի օրինակի մասին։ Նորից առնչվող Թեմուրի հետ։ Թեմուրն իր արշավանքների շրջանակներում ներխուժում է նաեւ Նախիջևան։ Եվ Նախիջևանում նորից ոչ հայկական աղբյուրների տեղեկության հիման վրա գտնում ենք մի շատ հետաքրքիր երևույթի գոյություն։ Իսպանացի դեսպան եւ իր նոտագրությունները թողած Ռուի Գոնզալես Կլավիխոն շշմեցուցիչ պատկեր է նկարագրում։ Ասում է, թե Թեմուրը չկարողանալով գրավել ժայռի ծերպի մեջ խրված այդ քաղաքը Մակուն, նրա տիրակալի հետ, Նորադին անունով հայի հետ, կնքեց դաշնության պայմանագիր։ Եվ սկսում է մեկնաբանել Կլավիխոն։ Ասում է, թե որքան էլ զարմանալի է, անհավատներով նկատի ունի մուսուլմաններով շրջապատված այս քաղաքը բնակեցված է հայերով, խոսում են նրանք հայերեն, բայց դավանում են կաթոլիկ քրիստոնեություն եւ մոտակայքում կա դոմինիկյան վանք, այսինքն մենք գոյություն ունենք հայկական իշխանության, հայ իշխանի, հայ հպատակներով պետականության մի դրսևորման ու արտահայտման հետ, որը ունի դինաստիական կառավարում, որովհետև հաջորդիվ մենք տեղեկանում ենք աղբյուրներից, որ Նորադինին հաջորդում է իր որդին Սոյորղաթմիշը, որը հետագայում իսլամանում է, բայց ինչև է, կարողանում է պահպանել իշխանությունը։ Եվ ի՞նչն է այստեղ կարևոր։ Նորադինը դառնում է Թեմուրի վասալը եւ դաշնակիցը։ Նորադինը պահպանում է իր կիսա անկախությունը, պահպանում է պետականության այդ տեսակը, ֆորման, պարտավորվում է Թեմուրին 20 հեծյալ տալ որպես ռազմական օժանդակություն, դրա փոխարեն Թեմուրը համաձայնում է, որ Նորադինը հայ իշխանը, հայերի վրա իշխող, հայկական հողի վրա պահպանի դինաստիական կառավարման իր ձևը սեփական բանակով, սեփական տիրույթում։ Սա ինչ է, պետականության մոդել եւ ձև չէ, պետականություն չէ, իհարկե պետականություն է։ Անդրադառնանք մյուս դեպքերին։ Հայկական իրականության մեջ ընդգծված մերժողական պատմագրական իրականության մեջ մերժողական մոռացության տվող վերաբերմունք կա Հայաստանի տարածքում գոյություն ունեցած պետականության մի քանի այլ արտահայտումների, որոնք ունեցել են մուսուլման իշխողներ, կառավարիչներ, տիրակալներ, բայց որոնց տիրակալները եղել են հայեր։ Շշմեցուցիչ մի պատկեր է ստացվելու, երբ շրջակա ամբողջ աշխարհը, հարևանները բոլորը ճանաչելու են սրանց որպես հայ, սրանք իշխելու են Հայաստանի տարածքի տարբեր հատվածների վրա, ունենալու են սուվերեն իշխանություն, սեփական բանակ, հաճախ դրամ են հատելու, երբեմն ադապտացվելու համար տիրապետող մուսուլմանական տարրի, իշխող մուսուլմանական տարրի պայմաններին իսլամ են ընդունելու եւ չգիտես ինչու մերժվելու են ու մոռացության մատվելու։ Օրինակ մի դեպքի անդրադառնանք Դանիշմենդյանների կամ Դանիշմանյանների իշխանությանը։ Դանիշմանյանները դրանք պատմական Հայաստանի տարածքում եւ որոշ չափով նաեւ փոքրասիական հատվածում ընդཐུպ մինչեւ Անկարա հսկայական մի իշխանություն էր, որի դինաստիայի ծագումը մինչ օրս պատմության մեջ վիճելի հարցեր ունի։ Վիճելի բանավեճի առարկա է։ Ինչու է բանավեճի առարկա դարձել։ Որովհետև իրավացիորեն առաջ է քաշվել այն հարցը, որ Դանիշմանդյանների դինաստիան թուրքմենական կամ թուրքական չէ, դա հայկական դինաստիա է։ Դրանք իսլամացած հայկական իշխողներ են։ Սրա մասին առաջին վկայությունը տալիս է ժամանակակից Մատթեոս Ուրայեցին։ Այս հանգամանքը հաստատում է ավելի ուշ բյուզանդական պատմիչ Նիկիտա Խոնյատեսը։ Սրան անդրադարձել են նաև իհարկե քիչ
հայ հետազոտողները Ռոբերտ Դեր-Պետրոսյանը, Երեմյանը, բայց անդրադարձը բավական քիչ է եւ տիրապետող այն պատկերացումն է, որ Դանիշմանդյանները հայեր չեն եղել։ Ամենքերբ մերժվել է նրանց հայկական ծագումը։ Այնինչ առավել ապշեցուցիչ որոշ չափով զավեշտալի է այն հանգամանքը, որ Դանիշմանդյանների հայ լինելու հանգամանքը ապացուցել եւ գիտության մեջ պաշտպանել է 20-րդ դարի թուրք բավական հեղինակավոր պատմաբան Խալիլ Ինանջը։ Ստացվում է, որ թուրք պատմաբանը պաշտպանում եւ համաձայնում է Դանիշմանդյանների հայկական ծագումը, մենք ուղղակի դա մոռացության ենք տալիս։ Արդարացված է արդյոք։ Որն է սրա պատճառը։ Մեկ այլ դրվագի անդրադառնանք։ Համոզված եմ եւ հավատացած, որ շատերս չգիտենք սրա մասին։ Շահարմենների պետության մեջ գոյություն ունեցած մի փաստի մասին, իհարկե գիտենք շահարմենների պետության մասին, բայց այս փաստի մասին դժվար թե շատերը իմանան։ Շահարմենների պետությունը ձևավորված էր խլաթ կենտրոնով հարավային Հայաստանում։ Դրա տիրակալները իրենց հռչակել էին հայերի թագավոր, ինչպես եւ Միքայել Ասորին է իր պատմության մեջ գրում, ասելով թե պարսկերենով սրանք իրենց անվանեցին Շահի Արման հայերի թագավոր։ Եվ սրանց ծագումը եւս պատմագրության մեջ վիճելի է։ Երբեմն քրդական, երբեմն թուրքմենական ծագում են վերագրում։ Իսկ ես այսօր խոսելու եմ սրանց շահարմենների դինաստիայի ներկայացուցիչներից մեկի հայկական ծագման մասին։ Խոսելու եմ մի երևույթի մասին, երբ հայը հայկական հողի վրա առաջացած պետության, հայ հպատակներով պետության, հայերի թագավոր տիտղոսով, իշխողներով ի հայտ եկող, հանդես եկող պետության, որի հայկականությունը, չգիտես ինչու, մոռացության է տրվում։ 1198 թվական տեղափոխվենք։ Շահարմենների պետություն խլաթ գահին նստում է Շուջաուդդին Կուտլուղ ալ-Արմանի անունով մեկը։ Հայկական պատմագրության մեջ թվով ուղիղ 0 հիշատակություն։ Արաբական առնվազն 5 ժամանակակից պատմիչ խոսում են սրա մասին։ Արաբ պատմիչ Ալ-Ումարին հատկապես մանրամասնությամբ եւ կարևոր ճշգրիտ մանրամասներով ասում է, թե 1198 թվականին խլաթում գահ բարձրացավ Կուտլուղ ալ-Արմանին, որը հայ էր, հայ մամլուք էր Սասունից։ Ուղիղ ասում է հայ մամլուք Սանասուն Սասունից։ Մամլուքները դրանք երիտասարդ տարիքում մուսուլման ամիրանների, իշխանների, տիրակալների կողմից իսլամացված երիտասարդ պատանի տարիքում իսլամացված երիտասարդ տղաներ էին, որոնք վերցրվում էին զինվորական ծառայության։ Եվ 1198 թվականին հայկական խլաթում եւ խլաթի հայկական շրջակայքում հայահոծ բնակչության վրա գահը անցնում է Կուտլուղ ալ-Արմանին, որի արաբերենով նույնիսկ վկայում է, որ սա հայ է եղել, ծագումով հայ է եղել։ Սրա մասին եւս մենք ընկալում եւ ընդունում կարծես թե չունենք։ Այն պարագայում, երբ այս հանգամանքը մեր օրյա իրականության մեջ արագորեն յուրացվում է այլոց կողմից, համարվելով, որ Կուտլուղ ալ-Արմանին ոչ թե Կուտլուղ հայի մասին է խոսքը, այլ Հայաստանցու մասին է խոսքը եւ հայ չի իշխել խլաթում։ Սա իհարկե հեշտ հերքելի է, որովհետեւ արաբ աղբյուրները ուղիղ ասում են նա մարմնով հայ էր Սասունից։ Ինչ անենք թե մամլուք։ Միթե Կուտլուղ ալ-Արմանին մեղավոր էր, որ պատանի տարիքում գերեվարվել էր, իսլամացվել եւ դարձել մամլուք։
Եվ արդյոք պետք է մերժել այն իրականությունը, որ ծագումով հայը հայկական հողի վրա հայ հպատակներով իշխանության մեջ իշխանության է գալիս։ Իհարկե ոչ։ Կարծում եմ, որ ոչ։ Հաջորդիվ մի քանի այլ դրվագների էլ ենք անդրադառնալու։ Բայց ուզում եմ մի հարցի շուրջ մտածենք։ Եթե մենք մերժում ենք նորադին կաթոլիկին Մակոյում, որը հայ է, որի հպատակները հայ են, որոնք խոսում են հայերեն, ինչպես եւ իսպանացի դեսպանն էր զարմանում 15-րդ դարում եւ ասում, թե զարմանալիորեն սրանք պահպանել են իրենց քրիստոնեական հավատը, իհարկե կաթոլիկ, այս պարագայում զարմանալիորեն պահպանել են իրենց լեզուն, խոսում են հայերեն, այն է շրջապատված մուսուլմաններով, եւ արդյոք պիտի մերժենք այն իրականությունը, որ սա պետականության որպես մոդել կաթոլիկ հայ իշխանի գլխավորությամբ գոյություն է ունեցել, կամ արդյոք պիտի մերժենք այն մոդելը, երբ իսլամացած հայը իշխանություն է ունեցել Հայաստանի տարածքի վրա, հայկական բնակչության տարածքների եւ պատմական հայկական հողի վրա, Դանիշմանդյանների կամ Շահարմենների կամ մեր հետագա օրինակներով։ Սա հասկանալու համար պիտի հասկանանք նաև, փորձենք քննարկել նաև, թե ում ենք համարում ընդհանրապես հայ թագավոր, հայերի թագավոր։ Որոնք են մեր չափանիշները։ Մենք պիտի ելնենք այն հանգամանքից, որ հայերի տիրակալը պիտի լինի անպայման քրիստոնյա։ Այդ պարագայում ինչպես ենք վարվելու նախաքրիստոնեական շրջանի թագավորների հետ։ Թե ելնելու ենք այն հանգամանքից, որ պետք է ունենա հայկական ծագում։ Այդ պարագայում հայոց թագավորների շարքում ոչ հայկական ծագումով առաջին, չորրորդ եւ այլ դարերի ընթացքում եւս մենք թագավորներ ունենք։ Կլինի դա Ռադամիստը, կլինի դա Շապուհը 5-րդ դարում։ Այնուամենայնիվ սրանք Հայաստանի թագավոր են կոչվել։ Որն է մեր ավանդույթը։ Այն, որ հայոց գահին Հայաստանի թագավոր, եւ Հայաստանի տիրակալի ձևավորված ավանդույթի շրջանակներում ենք մեկին ընդունում որպես թագավոր, տիրակալ, յուրային թագավոր, թե ելնելու ենք զարգացած կամ ուշ միջնադարում տարածված պատկերացումներից եւ մերժելու ենք հայ տիրակալի գոյությունը, ելնելով միայն այն հանգամանքից, որ նա կաթոլիկ է եղել։ Կքննարկենք հաջորդ հաղորդման շրջանակներում։